Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։ Բարև ձեզ Տիկին Հովսեփյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Սիրով, Տիկին Հովսեփյան, դպրոցների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն է իրականացվել։ Ինչ փոփոխություն է դա, ինչ խնդիրների կարող է հանգեցնել։ Արդեն գիտեք, որ 2023 թվականից էր կարգը փոխվել, այսինքն նախկինում երբ դպրոցի տնօրենների հավաստագրումով անցնում էին եւ նշանակում էին դպրոցի տնօրեն, այսինքն կառավարման խորհուրդը ինքն էր ընտրում դպրոցի տնօրենը, կարգում փոփոխություններ արեցին եւ 2023 թվականից սկսած զարգացման ծրագրերի հենքով դարձավ դպրոցի տնօրենների ընտրությունը, որը բերեց նրան, որ անմիջապես հենց այդ տարին մոտ 150 դպրոց, 130 քանի դպրոց մնացին ժամանակավոր պաշտոնակատարների այսպես բանով, հա, կառավարմամբ։ Եվ այսօր արդեն 299 գուցե արդեն այն որ ավելին է, հա, 300-ն անց է, շուրջ 300 դպրոցներ այսօր չունեն հիմնական կառավարիչներ, այսինքն ժամանակավոր պաշտոնակատարների հույսով է։ Եվ այս խնդիրը փոխանակ լուծեին մարդիկ ավելի քան խորացրեցին խնդիրը։ Եթե նախկինում, այսինքն 2023 թվականից սկսած զարգացման ծրագիրը մրցույթում անցնելուց հետո ընտրված էր, ընդ որում որոշված էր երկու հանձնաժողով, երկու տարբեր կազմակերպություններ հանձնաժողովով որոշում էին արդյոք զարգացման ծրագիրը անցողիկ է թե ոչ, անցնելուց հետո մրցույթ էին հայտարարում արդեն հարցազրույցի փուլ եւ այլն, նշանակում կամ չէին նշանակում տնօրենի ու այդպես դպրոցները մնում էին անգլով։ Հիմա նոր կարգով սահմանվել է այնպես, որ եթե երկու անգամ դպրոցի տնօրենը հաղթած զարգացման ծրագրով չի նշանակվում, այսինքն չի ընտրվում, չի հաղթարում հարցազրույցի փուլը, ապա պետք է նորից զարգացման ծրագիր գրի։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ այդ ամբողջ ընթացքը, այսինքն երկու անգամ չանցնելը, թող իրենց անփույթ թափթփված ձգձգումներով տևի 1 տարի, որովհետև ըստ կարգի 11-օրյա օրվա ընթացքում պետք է հրավիրեն հարցազրույցի, բայց ամիսներով չեն հրավիրում հարցազրույցի, Ժաննայինը հարմար չէ, չգիտեմ որին հարմար չի, այսպես, հա, ինչ որ անհետը ձգձգումները տեղի ունենում, բայց լավ, ինչքան է ձգեն, թող տևի 1 տարի։ 1 տարվա ընթացքում դպրոցի կյանքում կամ կրթության մեջ ինչ է փոխվում, որ դուք նորից այն մարդուն, ով որ ունի արդեն զարգացման ծրագիր հաղթած, այսինքն մրցույթը հաղթահարած, ընդ որում դրանց թիվը սարսափելի քիչ է, այսինքն երևի թե 100-ը չի գերազանցում մրցույթը հաղթահարած զարգացման ծրագրերի, որովհետև հենց զարգացման ծրագրերը հանձնաժողովային փուլում են խայտարակ ձևով դուրս մղվում եւ անհասկանալի ձևով անցնում են, ընդ որում հրապարակված կան այնպիսի զարգացման ծրագրեր, որ անհարմար է զգում, որ ասես սա կրթության ոլորտի մարդ առհասարակ կարող է համարվել գրողը, ուր մնաց թե մի հատ է կրթության փորձագետների կողմից փորձաքննության ենթարկած եւ դրական եզրակացություն տրված։ Ինչևէ, որևէ բան կյանքում չի փոխվում, նախ դպրոցի, երկրորդը կրթության համակարգում, որովհետև վերջո այդ զարգացման ծրագիրը գրվում է ելնելով կրթության մեջ իրականացվող բարեփոխումների կամ գործողությունների հիմքով, այսինքն չափորոշիչների, ծրագրերի, նոր մեթոդաբանության, նպատակների իրականացման եւ այլն, հա, եւ պլյուս դրան մեթոդներ, որոնք կարող են դպրոցի կրթական մակարդակը բարձրացնել։ 1 տարվա ընթացքում ոնց էլ ուզեն, որևէ բան չեն էլ տալիս դրա մշակման, հասկանում եք, այլ տալիս են նոր զարգացման ծրագիր մրցույթի։ Սա շատ վտանգավոր քայլ է, ի սկզբանե է իդեպ վտանգավոր, որովհետև վտանգավոր է երկու ֆիքսված կազմակերպությունների տալ փորձաքննությունը զարգացման ծրագրերի, որը ամբողջությամբ կոռուպցիոն հենք է ինքն իրենով ներկայացնում։ Երկրորդ վտանգի ինչումն է կայանում, որ արդեն դաշտում հայտնվել են զարգացման ծրագրեր գրող լիքը, ոնց որ դիպլոմային կուրսայիններ գրողները, այդպես էլ զարգացման ծրագրեր գրողները, ինչը բացահայտվեց նաև եւ բարձրաձայնվեց մի քանի ամիս առաջ, եթե հիշում եք, հանրային ռադիոյի կողմից լուսաբանվեց, անգամ փոխնախարարը խոսեց, որ այո, կայացած չի այս ինստիտուտը, բայց մենք պետք է անենք, որովհետև դա քաղաքականություն է, իդեպ
Այդ եթերը ընդամենը 1 օր հետո վերացավ, իզութոզով հանեցին, որովհետև խայտառակություն էր դա ուղղակի, ընդունել, որ ձախողել են կարևորագույն մի ոլորտ, բայց մենք շարունակելու ենք դա ձախողել։ Այսպիսի մի հատ խոստովանություն էր, եւ միևնույն ժամանակ այդ թողարկման ժամանակ խոսում էր մարդ, այսինքն զանգահարել էին եւ պայմանավորվում էին վճարովի զարգացման ծրագիր գրելու մասին։ Սա հանեցին, որպեսզի խայտառակ չլինեն, բայց այս տենդենսը չի կարող վերանալ, որովհետև դպրոցի ուսուցիչները վախենալով, որ տնօրենի հավակնոտները, վախենալով, որ չեն կարողանալու գրեն, մեծ գումարներ են տալիս, որ զարգացման ծրագրեր գրեն։ Զարգացման ծրագրերն էլ գրվում է, անցողիկ դառնում է այն ժամանակ, եթե այդ երկու հանձնաժողովներից որևէ մեկի հետ կապը կա։ Հասկանում եք, չի կարող ուրիշ ձևով անցնի։ Կամ նախարարության կողմից հրահանգ կա Պողոսյան Պողոսի զարգացման ծրագիրը հաստատեք։ Պետրոսյանն էլ մի հաստատեք, հա։ Ու արդյունքում համ կոռուպցիան է դարձել մասսայական, համ վախի մթնոլորտը, որովհետև տնօրենները Սերժին էինք, հա, ինչ ասես ասում, որ դպրոցները գալիս են, կանգնում են, էսեն անում, հիմա ծիծաղում եմ մեր ասացի վրա։ Ես ինքս պայքարած մարդ, ես ծիծաղում եմ, թե ես ինչի դեմ էի պայքարում, ու այսօր ինչ վիճակ, այսօր տնօրենը առհասարակ խոսելու բան չունի, ասենք գյուղական դպրոց, որը ուրիշ հնարավոր որևէ պոտենցիալ չունի, այդ դպրոցը արդեն տարիներով բանի ժամանակավոր պաշտոնակատարի հույսին է։ Ու ընդ որում տնօրեն, որը շատ սիրված, շատ հարված, շատ ընդունված, բայց իր զարգացման ծրագիրը չի անցնում։ Զարգացման ծրագրի վերապատրաստումներ չեն արել, որևէ մեկը հետաքրքիրն այն է, այդ հանձնաժողովներից, երբ որ իրենց ներկայացվում է զարգացման ծրագիր, ինչ որ մեկի X անձի կողմից գրված, որևէ մեկը այդ զարգացման ծրագրի թղթաբանությունից դուրս ոչինչ չի տեսնում։ Չեն գնում գոնե տեսնեն, ասենք, հեռավոր հեռվաշենում այդ գյուղի պոտենցիալ առհասարակ, կրթական նաև առումով, ուսուցչական կազմով, ինչպիսին է, համապատասխանում է, թե չէ։ Այստեղ կարող է ենթադրենք տնօրենը շատ սիրուն բաներ գրի, որպես իր ծրագիրը անցնի, բայց իրականում դրա պոտենցիալը չունի, որ ինքը անի։ Օրինակ չունի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, չունի մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցչուհի։ Այսինքն խնդիրը, եթե իրենք ուսուցիչ չունեն, ուսուցչական մանկավարժական կազմի բաց ունեն, ու խոսեն, որ չափորոշիչներով, պետք է ծրագրերով, մեթոդաբանություններով, նորարարությամբ, չգիտես ինչերով հաղթահարեն, ֆիզիկական պայմանները բարելավեն, ստեղծեն ինժեներական սենյակներ կամ ինչ-որ բաներ, հեքիաթ է դա։ Որևէ մեկը չի գնում նայի, հասկանում եք, խնդիր որ։ Ու արդյունքում ամբողջ հանրապետության կրթօջախները ոչ միայն իդեպ հանրակրթական դպրոցների մասին է խոսքը, սա խնդիրը նաև ավագ դպրոցում եւ նաև քոլեջներում ուսումնարաններում արկղ վիճակում է մշակութային կենտրոնները, բոլորը ժամանակավոր պաշտոնակատարների հույսով։ Ժամանակավոր այս նոր կարգը մի նոր ռիսկ էլ բերեց։ Որոշեցին, որ դե քանի որ դպրոցի ներսից, երբ որ նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատարը, դա կարող են ինչ-որ հեքիաթներ հորինված, որոշեցին, որ պետք է գործուղումներ կազմակերպել։ Օրինակ, իրանց որոշած մարդը պետք է գնա այսինչ դպրոցում տնօրինի։ Դա էլ լավագույն ձևն էր այդ դպրոցները իրենց ձեռքը վերցնելու։ Օրինակ, Տիգրան Ավինյանի, չգիտեմ, քրոջ սկեսրոջ թոռը, ենթադրենք, հա, այսպես ինչ-որ անկապ մի հատ խնամի բարեկամով, ուզում է, որ կենտրոնի լավագույն դպրոցներից մեկի տնօրենը դառնա։ Մեկից մեկ։ 5 րոպե, եթե չկարողացան շատ բարձր հեղինակություն ունեցավ այդ տնօրենը, չկարողացան ինչ-որ բան անեն, մի հատ շոու կսարքեն, կխայտառակեն, կտանեն իրան կդնեն այդտեղ տնօրեն։ Իրանց նպատակն է այդտեղ տնօրեն դնելը։ Կարողացան հեշտ ու հանգիստ անեն, չենք էլ իմանա, կտանեն այդտեղ տնօրենին կդնեն, հետո այդ տնօրենի համար զարգացման ծրագիրը, ինչպես գիտենք, ծանոթով կգրեն, հետո այդ զարգացման ծրագրով էլ հարցազրույցին էլ կկանչեն սուրճի սեղանի շուրջ, փակ հարցազրույց է իդեպ ասեմ, չգիտես ինչից են խոսում, ումից են խոսում, ինչպես են խոսում են, թե չէ, մեկ էլ նշանակվում է տնօրենը։ Այդպես մի քանի տնօրեններ արդեն նշանակվել են։ Հետաքրքիրն ինչ է, որ
Հարցազրույցը իդեպ առաջարկներ անողներից մեկն է, ես եմ եղել, որ այո, հարցազրույցով դա պետք է լինի։ Հարցազրույցի ձայնագրությունով է արվում, տեսագրություն, բաց ձևով չի արվում։ Օրինակ, լրագրողները մտնեն, տեսնեն դպրոցի տնօրենի հարցազրույցը ինչպես է արվում։ Չգիտես մեկին ուզում են ինչ հարցեր ասես տալիս են, այն մյուսին չեն ուզում հարցեր տալ։ Եվ հետաքրքիրն ինչ է, որքան հետաքրքրվել եմ այն մարդկանցից, ովքեր զարգացման ծրագիրը հաղթահարել են, հարցազրույցի փուլը չեն հաղթահարել, 2-3 հոգու հետ այդպես խոսել եմ, ասենք հարցեր են տալիս, որը նախարարի չէ, ոչ միայն կառավարության եւ ազգային ժողովի իրավասության եւ պարտավորության տակ է փոփոխելը, բայց դպրոցի տնօրենից ակնկալում են, ինչպես կփոխեիք։ Կամ հարց են տալիս, որը գործող օրենքով, կարգով հենց սա է, հենց հիմա դա է։ Իրենք չեն ընդունում, ինչու, որովհետեւ իրանք ինչ որ մի հատ նոր կարգ են մշակել, բայց դեռ այդ կարգը հաստատված չի, ըստ այդ կարգի է ճիշտ համարվում։ Արդյոք դու ճիշտ է, դու փորձարկման անգամ չես ենթարկել, չես էլ ընդունել, որ ասի, գիտեք, այն հին կարգով սա է, այս նոր կարգով սա է, բայց չգիտեմ, լավ է թե վատ, որովհետև հələ չենք փորձարկել։ Հələ գոյություն չունեցող փաստաթղթի, այն որ իրանք մտմտում են այնտեղ նստած ինչ են անելու։ Այդ մտմտոցի արդյունքը իրանք ներկայացնում են որպես իրողություն, իրականություն, փաստ, բայց այն ինչը որ կա, գործում է օրենքով, կարգով, ենթաօրենսդրական ակտով, դրանք չեն գործում, որովհետև Ժաննային ու Արաքսիային դա դուրս չի գալիս, դա այդպես է հարմար։ Ու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ հանրակրթություն կոչվածը բացարձակ անգլուխ, անհասկանալի վիճակում է հայտնվել, իհարկե ամբողջ հանրապետության ցանկացած հաստատության նման։ Այսինքն չեմ ուզում առանձնացնեմ սա եւս փաստ ենք։ Տիկին Հովսեփյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը սկսել է կրթվելին նորաձև շարժում, որի շրջանակներում դասախոսություններ է կարդում, նաև բանախոսությամբ է հանդես գալիս, մնացել ենք 5-րդ դարում։ Նախ ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությանը եւ ձեր կարծիքով ինչ կարող է սովորեցնել Աննա Հակոբյանը հանրությանը։ Մնացել ենք 5-րդ դարում արտահայտությունը մի քիչ խնդալու է։ Երանի մենք մնայինք այն հոգեվիճակով, այն ուժով, այն գիտակցմամբ, լիք բաներով 5-րդ դարում, որովհետև այն զարգացվածությունը, տեխնոլոգիական եւ աշխարհի զարգացվածությունը, որ այսօր ունի, ու այն վիճակը, որում գտնվում ենք մենք, մեր հասարակությունը, անկեղծ ասած երանի կտանք 5-րդ դարի մարդու մտածողությունը այսօր լիներ, հա, ոսկե դար է 5-րդ դարը, ինքը շատ մանր է։ Մարդը, որ ընդունում է իր տգիտությունը ու խոսում է կրթության մասին, մի քիչ անհասկանալի է։ Գոնե թող ինչ որ մետաֆորաներ մտցնի, հա, դրա մեջ, ասի, որ երբ որ ասում եմ ես տգետ եմ, այդ նշանակում է ես ընդունում եմ իմ խելացիությունը։ Բայց իրանք հստակ բոլոր տեղերում փաստում են ես տգետ եմ եւ ասում են կրթում եմ քեզ։ Հիմա կներեք, ես չեմ հասկանում, որ տգետը պիտի կրթի ինձ կամ որևէ մեկին։ Եթե այն մարդիկ գնում են այդ նորաձև տգետների կողմից նորաձև այսպես տգիտանալու, թող կրթվեն, ես բան չունեմ ասելու։ Իրենք ընդունում են, եթե տեսել եք այդ սեկտան, ընդունում է, որ իրենք տգետ են։ Եվ բոլորը իրենց հրապարակումների մեջ գրում է, որ ես ընդունում եմ, որ ես տգետ եմ։ Ես էլ չեմ կարող քննարկեմ այդ հարցը։ Եթե դու ընդունում ես, եղբայր Աճարյանը շատ հստակ տվել է տգետ բառի բացատրությունը։ Ես այլևս քննարկման ճանապարհ չունեմ, վարչապետը կառավարության նիստին վարչապետ կոչվածը ընդունում է իր տգիտությունը, բա ինչ գործ ունես իմ երկրում հարց ես լուծում։ Ասեր 18 թվին ես տգետ եմ, ես կհասկանայի եւ իմ նման շատ մարդիկ կհասկանային, արդյոք իմ երկրում պետք է տգետ ղեկավար։ Հասկանում եք։ Ես ուղղակի անհասկանալի է։ Մի կողմից էլ շատ լավ է, որ սկսել են գիտակցել իրանց տգիտությունը։ Այդ առումով շատ լավ է, բայց ցավն է, որ այն հասարակության այն մարդիկ, որոնք բավականին ունեն պոտենցիալ, իրանք դեռ չեն հասկանում, որ ովքեր են մեզ ղեկավարում։ Ինչ կրթություն, ինչ նորաձևություն, ինչ 5-րդ դարի
մասին է խոսքը, ասենք աղերս չկա, հասկանում եք, խորենացին վերցրած ման ես գալիս։ Ասում է ցավ եմ ապրում, որ խորենացին նոր եմ կարդում։ Ես այնքան ցավ եմ ապրում, որ ժուրնալիստիկայի ֆակուլտետ ավարտած մարդը 4 երեխա ունեցող մարդը նոր է կարդում խորենացի, անկեղծ կատաստրոֆիկ ցավ եմ ապրում։ Դրա այլ հեղինակի խոսքը վերագրում են այլ։ Ես չեմ հասկանում ոնց կարող է համալսարան ընդունվի մարդը այն էլ այդ ֆակուլտետ ու չկարդացած չլինի, հենց ստեղից է մեր աղետը, մեր ողբերգությունը, ոչ թե 5-րդ դարում։ Ես վստահ եմ, որ 5-րդ դարում բոլորը խորենացու հետ, խորենացի մտքի հետ ապրել են, ոչ թե կարդացել են։ Իսկ այսօր մենք ասում ենք համալսարան ավարտած մարդը, ընդ որում այդ ֆակուլտետի, ասում են խորենացին նոր եմ կարդում, նոր եմ հասկանում։ Ես հասկանում եմ, որ այն մարդիկ, որոնք դալիճում նստած են, կարող են այո, եւ կարդացած չլինեն խորենացի, կարող է անունն էլ լսած չլինեն, որտեղ տարբեր կրթության մակարդակի մարդիկ կան այնտեղ, բայց երբ դա ասում է 4 երեխաների մայր ու ժուրնալիստիկայի ֆակուլտետ ավարտած մարդ, այդտեղ արդեն շատ հարցեր են առաջանում։ Ինչ ասես, բա ինչ ես սովորել։ Սովորել ես թե ոչ։ Եվ ինչ ես ուզում կրթել։ Եվ ինչ ես ուզում կրթել։ Այդ այն վիճակն է, որ Աստվածաշունչը, ասենք Եհովայի վկաները մի ձևով են մեկնում, չգիտեմ 50-ականները մյուս ձևով, կյանքի խոսքը մյուս ձևով եւ այլն։ Հիմա Աննան է խորենացին իր ձևով է մեկնում։ Ինձ պետք է դա լսեմ։ Ինձ պետք է արդյոք հասկանամ իր ասածը։ Մասնավորապես, էլի ինչպես կրկնեցի, ասեցի, կրկնեմ, որ ընդունում եմ, որ տգետ եմ, էլ ինչի՞ս է պետք իր մեկնածը լսեմ։ Բայց մարդիկ գնում են բերանները բաց, գիտեք, այստեղ հոգեբանական խնդիր է։ Իրենք գնում են բերանը բաց ոչ թե լսում են Աննային, այլ այս ժամանակում ինչ որ ղեկավար մարդու հետ մի տարածքում լինելու համար, որ հետո գուցե դա իրանց պետք կա։ Եսի համար են գնում, բայց չեն հասկանում, որ այդ եսը զրկվում է արժանապատվությունից իրանց հետ նույն տարածքում գտնվելով ու քննարկելով գաղափարական ինչ-որ բան, որը համ ենք դում իրանց հետ։ Այլ բան է գնաս ընդեղ ընդդիմանաս, հասկանալի է, բայց երբ որ դու գնում ես ու դու ընդունում ես այդ գաղափարը, որը կա կամա թե ակամա կամ Երևալու կամ շահի համար, ուրեմն լացելու է, ես չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա պատրաստում է գնա Տավուշի մարզ։ Գնա տեսել ինչ է կատարում Տավուշի մարզի սահմաններում։ Իհարկե հիմա շատ լավ վիճակ է։ Բայց հələ գնա մի հատ հասկացի, Կիրանցին շատ պետքն է քո արածը։ Կիրանցի ժողովուրդը իրապես հասկացավ քո տգիտության արդյունքը ինչ եղավ։ Իրապես հասկացավ, վայելում է հիմա։ Նստած վայելում է։ Անվտանգության ճակած պատ։ Անվտանգության ճակած պատ, ծառերով գծած սահման։ Չգիտեմ, անհասկանալի բան, ընդունածը տգիտության արդյունքը Կիրանցին տեսել, էլ գնում ես ընդեղ ինչ անես։ Ինչ ասես, ինչ նոր բան պետք է ասես։ Հələ մի հատ հիշեք խորենացու ժամանակաշրջան։ Հա? Հայաստանն այնքան հզորություն ուներ, որ այն որ երկու մասի էլ կիսում էր, իրանք հսկայածավալ պետություններ էին էլի։ Դուք չեղած տեղից Արցախ տվել եք արդեն մի կտոր Հայաստանն եք բաժան անում, դու խորենացու ժամանակի հետ ինչ ես խոսում։ Անգամ որ թագավորություն չկար։ Ինչ ես խոսում։ Ինչ քննարկման եզրեր ունես այդտեղ։ Չեմ հասկանում։ Նախորդային մի շարք գործիչներ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով նամակներ փոխանցեցին 107 падգամավորի։ Նախ ինչ ակնկալիք ունեք այս գործընթացից եւ հնարավոր համարում եք, որ ԿՊԱ-ական падգամավորներից որոշները միանան այս գործընթացին, որտեղ առանց դրանց իմպիչմենտ չի կայանա։ Հնարավոր չեմ համարում։ ԿՊԱ-ական падգամավորների կողմից հնարավոր չեմ համարում։ Ինչու՞։ Որովհետեւ ժամանակին իմ քայլը խմբակցության ներսում կային падգամավորներ, որոնք ունեին կարծիք, միտք, անվախ էին խոսելուց, չունեին վախենալու ինչ-որ բաներ,
ու այդ մարդիկ զտված են, այլևս չկան։ Հիմա քբայական падգամավորները այն մարդիկ են, ովքեր 1000 թելերով կախված են Նիկոլ Փաշինյանի ինչ որ բանի, հա, այն խամաճիկ խաղացնող փայտիկներից, հա, թելերով կախված են։ Մարդիկ, ովքեր որ վախեր ունեն, մարդիկ, ովքեր մանդատը իրենց կյանքի ու արժանապատվության, այսպես ասած, գնահատականն են համարում։ Մարդիկ, ովքեր որ այդ պաշտոնից դուրս իրենց կհամարեն մահացած։ Մարդիկ, ովքեր վախենում են, որ նորից կվերադառնան այն ծակ տաշտակի մոտ, որը որ ունեին իրենք, հա, ու այսպես լիք հանգամանքներից ելնելով, իրենք ոչ մի բան չեն անի, որովհետև այնուամենայնիվ 21 թվականից հետո, 20 թվականից հետո ես ասեմ, հիմա մենք ասում ենք 21 թվական, բայց 20 թվականից հետո լավագույն լակմուսի թուղթը 20 թվականն էր։ Մարդկանց տեսակի եւ այլն, երբ որ մարդիկ սկսեցին շարունակել իր հետ գնալ ու պլյուս դրան մտան ընտրություններով, մտան արդեն ինքը բառացի ասեց կկիսեք ինձ հետ պատասխանատվությունը, որ Արցախը հանձնում եմ կամ պատերազմ պարտվում են։ Այն մարդիկ, ովքեր կիսում էին իր հետ կամ ստիպված էին կիսելու տարբեր պատճառներով, իրենք արդեն ընդունել են եւ գնացել են։ Հիմա իրանք իմպիչմենտ չեն հայտնի։ Ձեզ թվում է օրինակ, որ այնտեղ ինչ որ Վահագն Ալեքսանյանի իմպիչմենտ հայտնեց, իհարկե հնարավոր չի դա այդպես լինի, ինքը միևնույն է ընդունվելու է հասարակության կողմից ու չի լինելու այն փթիրի, ինչ որ հիմա կա, էլ չէ, всё, այդ կարմիր գծերն իրանք անցել, իրանք էլ ետ դառնալ տեղ չունեն, իրանք հիմա մտածում են, եղած պաշտոնից ինչքան գրպեն, որ հետո երբ որ որևէ բան չլինի, ոնց իրանք գլուխը պահեն։ Իրանք լապն ունենան ուտել, ուրիշ ոչ մի բանի իրանք չեն մտածում։ Իրանց խնդիրն է օր ավել մնան, գուցե վաղվա օրը մի այսպես պատառել փողեն։ Այդ մի օր ավելը իրենց համար շահավետ լինի։ Ու իրանք չեն անի դա։ Ցավալիորեն ես վստահ չեմ, որ անկախ падգամավորները դա կանեն։ Իշխան Զաքարյան, ինչի համար վերցրեց մանդատը, ինչի տվին իրան մանդատ, որևէ մեկը չի հասկանում։ Տվեցին մանդատ, որ ինքը իշխանության ներկայացուցիչների հետ աշխարհը ման գա իր օլիմպիական խաղերի ու փողերի հարցերը լուծի։ Գեգամ Նազարյան, անհասկանալի։ Մարդ, ով որ արդեն ուզում ես հարց տաս, ով ես դու։ Ինչ պիտի անի, հա? Հովիկ Աղազարյան, վստահ եմ իրեն, կներեք էլի 2 տարի տեսել եմ ով է ինքը։ Դրանից հետո հիմա որ ելել է ու խոսում է այդ ամեն ինչ, կներեք Նիկոլի մասին այդ ամեն ինչը ասելուց ինքը առաջ, ինքը ամենաառաջին եւ մշտական պաշտպանողն է Նիկոլի այդ կեղտոտությունները։ Ես իրան վստահ եմ, Հակոբ Ասլանյան, վստահ եմ, չեմ վստահում։ Որովհետեւ ես ինքս եմ տեսել ներսում, թե ոնց էին իրանք ատամները սրած պաշտպանում Նիկոլին, երբ որ ասում էի գեյրին ու եսի մինչերին այդքան տեղ եք տալիս կամ ինչ որ բան եք անում, ու Նիկոլ ասված է այդ իրանց քաղաքականության մասին է խոսքը։ Քաղաքական այդ գաղափարի մասին է խոսքը։ Որ այդպես բաների հետևից իմաստը որն է ընկնելու եւ այլն եւ այլն։ Այսինքն իրանց համար դրանք սա արժեքներ էին։ Հիմա ակնկալեմ, որ իրանք իմպիչմենտ ոչ մի ձևով, որովհետև իրանք հələ մանդատները պահելու էական չի ինչպես։ Մանդատները պահելու կապիկ չեն գնան բանի։ Որոշեն, որ հարկ չենք համարում մտնել ազգային ժողով։ Մի հատ մահանակ բռնեն, այդ օրը չեն գնա։ Արդյունքում դուրս է լինում, որ ոչ կողմ են, ոչ դեմ են, ոչ էլ կան։ Էս է, իրանք ձևերն է։ Ու արդյունքում ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր որ իրապես կարող են իմպիչմենտ հայտարարել, իրանք շատ փոքր թիվ ունեն։ Է որ հնարավոր բանդա լիներ, չէին հասկանա մինչև այսօր անելու։ Ձևավորվեց, չէ, առաջարկ եղավ Սրբազան շարժման կողմից։ Ինչ եղավ, ոչ մի բան։ Էլ չի մնացել են մասան, որի վրա կարող ես հույս տնես։ Գուցե 1-2 հոգի դեռ գիտեք շատ լուրջ պատճառներով իհարկե գիտեմ որ շատ լուրջ պատճառներով իրանք ստիպված են այնտեղ, բայց այդ 2 հոգին էլ հարց չեն լուծում։ Իրանք էլ մենակ կլինեն, որ իրանք փոքես հանես այդտեղից, բայց իրանք էլ հարց չեն լուծի։
Տիկին Հովսեփյան, դուք այն 5 падգամավորներից մեկն եք, ովքեր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո լքեցին իշխանական խմբակցությունը։ Բնականաբար թիրախավորվեցիք հետո նաև ձեր նախկին գործընկերների կողմից սպասելի էր ձեզ համար, որ 88 հոգանոց խմբակցությունից միայն 5 հոգին նման որոշում կկայացնի եւ կարող ենք պնդել, որ մյուսների համար Արցախը որևէ նշանակություն չունի։ Չէ, չեմ ասի, որ Արցախը նշանակություն չուներ մյուսների համար։ 88-ի մասին չի իհարկե խոսքը, կային падգամավորներ, որոնց համար իրապես շատ մեծ ցավ էր այս ամեն ինչը, իրապես ցավ էր։ Բայց այդ նույն մարդիկ ունեին թույլ տեղեր, որից օգտվեց իշխանությունը։ Իրանք իհարկե մարդիկ կան, որ հիմա էլի չկան իրանց կողքին, այսինքն իրենց խմբակցության ներսում, իրենց ԿՊ-ի ներսում, բայց այդ մարդիկ ունեին թույլ կողմեր։ Թույլ կողմերը կարող է լինել բիզնեսը, կարող է լինել ինչ-որ բաներ, որից իրանք օգտվում էին, հա։ Այն մյուս 4-5 հոգին, որոնք դուրս էին եկել, իհարկե 3-ը հստակ որոշում ունեին, որ պետք է նորից շարունակեն քաղաքական ճանապարհ, այլ քաղաքական բաների ուղղությունների հետ, չէ, 2-ը։ Մենակ 3-ս ենք, որ ուղղակի որևէ խաղի մեջ չմտանք քաղաքական, այսինքն որևէ տեղ չգնացինք։ Թիրախավորվել ենք բնականաբար, իհարկե հիշում եք ամենաշատ, այսպես մինչև այս պահը պայքարի իմ հետ է։ Դա նաև կախված էր նրանից, որ բարձր ավելի շատ ռեյտինգը հանրապետությունով իրենք տեսնում էին, որ ես ունեմ ու իրանք կռվում էին դրա դեմ, մինչև հիմա կռվում են դրա դեմ, բայց այդ ինձ չի թուլացնում, ինձ ընդհանրապես որ կռվեք, ինչքան կարաք։ Ոչ մի շփում չունեք նախին գործընկերներից որևէ մեկի հետ։ Ցանկություն էլ չունեմ, ում հետ շփվեմ, ինչի հետ շփվեմ։ Երբ որ Արցախում էի շրջափակման ժամանակ 1-2 հոգի փորձեց ինչ-որ ինքնահաստատվել, իբր շատ սրտացավոր են ինձ գրեց, ասենք այն որ կներեք ես ում մեղքով եմ ստեղ, ինչու եմ ես ստեղ, ինչի եմ ես շրջափակման մեջ, հա իմ որոշումն է եղել գնալ Արցախ, բայց ինչու եմ ես որոշում կայացրել գնամ Արցախ, ինչն էր հիմքը, որ ես որոշումը կայացրեցի, ինչի ես գնացի մնացի շրջափակման մեջ բոլորի նման, ինչի եմ ես շրջափակված ու ինչի ես ընդեղ կարողանում եմ հասկանամ, որ այստեղ երեխեն սոված է, մանկահասակ, մանկիկը սոված է ու պետք է կաթ հաստնես, բայց դու նստած ես ասում ես, թե մենք ինչ անենք, գնա գլուխդ տուր պատինել, եթե անելիք չունես, կոնե այդտեղ կհասկանամ, որ ցավ կապրես, բայց չէ, չեղավ, եւ կային մարդիկ, իդեպ ասեմ, պատգամավորներ, որոնք որ ինձ համար էդ էլ էր անհասկանալի եւ անընդունելի, որ իրենք կարող էին դուրս գալ անկախ դառնալ, մանդատը պահել եւ դրանով թույլատնել Նիկոլ Փաշինյանին եւ այլևս ինքը չլիներ վարչապետ, բայց իրանք նախընտրեցին, որ դե այն կողմն է չենք վարի, այն կողմն է չենք էլ ընդունում, չենք ընդունում եղած իրողությունը, բայց չենք էլ ուզում էլի նագլիություն անենք, մանդատը պահենք, բայց դա նագլիություն չէր։ Դա քաղաքական քայլ էր, տեղ կամք էր պետք, ուժ էր պետք։ Բայց թողեցին այդ մանդատները, դուրս եկան, իրանց տեղը դուրս եկավ կոճակ սեղմող։ Հա, շատ հանգիստ կոճակ սեղմող։ Եկավ իր կոճակ սեղմեց Նիկոլին բայց 21 թվին էլ վերանտրեց։ Այսինքն ստեղ էլ անհասկանալի էր։ Բռնի ուժով տեղահանված արցախցիների իրավունքները ոտնահարվում են եւ խնդիրները շարունակում են մնալ արդիական ու անլուծելի եւ դրանք լուծելու փոխարեն այս իշխանությունը կարծես թե հակառակն է անում, զրկում է արցախցիներին աջակցությունից եւ զանազան ձևերով ատելություն գեներացնում նրանց նկատմամբ։ Ձեր գնահատմամբ ինչով է սա պայմանավորված եւ ինչ խնդիր է լուծում սրանով իշխանությունը։ Վախով։ Բացարձակ վախով։ Իրենք վախենում են, որովհետեւ հենց երեկ էր առիթ եղավ, խոսում էի Գյումրիում, որ որևէ մեկը չի կարող պատկերացնել, քան արցախցին կամ Արցախում այդ շրջափակման ժամանակ գտնված մարդը, թե ինչ ապրեց արցախցին, բայց չկոտրվեց։ Ինչերի միջով անցավ։ Ինչպես ամեն օրը մահը տեսավ, բայց ինքը ապրեց։ Ինչպես ամեն օրը մահը տեսավ, բայց ինքը հավատաց, որ ինքը պետք է ապրի ու ապրի այնտեղ։ Երբ որ հարց են տալիս հնարավոր չէր արցախցին կռվել, ասում եմ չէ,
մի պատկերացրեք, որ մի հատ փոս է ստեղծել, արցախցիներին լցրել է այդ փոսի մեջ, վերևից հրացանը գլխին է սպայում, ասում է կռվի ինձ հետ։ Այդտեղ միակ կռիվը մահն էր։ Այսինքն բոլորով մեռնենք, բայց մնանք այստեղ։ Բայց երկրորդ կռիվ էլ կա։ Ապրենք, որ վերադառնանք։ Ու արցախցին վերջին պահին ընտրեց ապրել եւ վերադարձի ճանապարհը։ Այդ չեն հասկանում, այդ չեն պատկերացնում, այդ չեն զգում, որովհետև չեն ապրել, կողքից են նայել երևույթներին։ Կողքից են նայել, թե ինչպես օրինակ 3 ամսական բալիկը ուղակի սոված է ու իրան ոչ մի բան չես կարող տալ, չես կարող են ծլած խոտից քաղես խաշես տաս, չես կարող այն սև հացից մի պատար կտրես տաս, մայրը ստրեսների պատճառով չի կարող կրծքով կերակրի ու ինքը ուղակի սոված է ու ինքը կարա մահանա։ Ոչ մեկ չի պատկերացնում դա։ Որովհետև իրենց թվում էր, որ չափազանցված է այդ ամեն ինչը։ Ու չեն է պատկերացնում, թե ինչպես արցախցին սոված մնաց, այդ սև հացին կարոտ մնաց, բայց Ադրբեջանի կողմից որևէ բան չընդունեց։ Ուղղակի չընդունեց։ Ասեց սոված կմեռնեմ, չեմ պատկերացնում։ Ու հիմա եկել են այս մարդիկ, շատ բան չեն պահանջում։ Իրանց իրավունքների անտեր թողեցին, կրակի առաջ մենակ թողեցին, ամեն ինչի միջով անցկացրեցին։ Հիմա ասում են իմ իրավունքին տեր եմ ես, արդեն դառնում են իրանք ատելության զոհ, արդեն իրանց անպատվում են, արդեն իրենց մեղադրում են, որ կռվեիք, չգայիք։ Մի հատ բարձունք էիք թողե փառուխը, էդ էլ մինչև վերջին վարկյանը չթողեցիք Արցախցու ձեռքը։ Էդ էլ սարքեցիք 23 թվականին տվիք, 22-ին տվիք, պրծակ, հա, չէ, 23-ի գարնանն էր, եթե ճիշտ եմ հիշում, խառնել եմ արդեն թվականներն իրար, այդ մի բարձունքն էլ տվեցիք, ու արցախցիներին դարձրեցիք իրապես փոսի մեջ գտնված մարդիկ։ Սա ամբողջ բարձունքները ադրբեջանական, ասում է բանը, զրահատեխնիկաները, խնդալու է։ Ինչ զրահատեխնիկայի մասին է խոսքը, թող ՔՊ-ի այդ շանթուլա падգամավորները մի հատ խեղճներին ձեռքերը դնեն ու ասեն, թե ոնց նոյեմբերի 9-ից հետո ամբողջ եղած տեխնիկան ընդեղից հանվեց, ու մեր աչքի առաջ է հանվել։ Եթե իրանք այդքան սրիկային չեն կարող ասեն, ես կասեմ, որ հանել են։ Ավելին տեսանյութեր տարածվեց, ավելին հազարավոր մարդիկ խոսվեց, չէր կարելի նկարել, պատերազմը սաղ նկարեցիք, գցեցիք, պատերազմի այն ամենալուրջ գաղտնիքները հանրայնացրեցիք, տեխնիկաների դուրս բերելը չէր կարելի նկարել, ով էր ընդեղել 23 թվականին տանկ տեսեք, ասեք, ինչ զրահատեխնիկաների մասին է խոսքը, այնքան միավոր զենք ունեն, զենքի միավոր համարվում է նաև փամփուշտը, իսկ փամփուշտ կարա ունենա օրինակ 5 միլիոն հատ, ինչ անի, հասկանում եք, մարդիկ ոչ պայմում են, ոչ հասկանում են, ոչ ուզում են հասկանան, որովհետև իրենք լսել են այսքան միավոր զենք, ինչ միավոր, քանի հատ ու ինչ զենք, ինչ էիք թողել Արցախում, ու ինչ պայմանում էիք թողել արցախցի կռվողին, կռվեցին բայց, զոհվեցին բայց, մինչև վերջին են, որ էլ անելանելությունը իրանք փորձեցին պահել, իրանք կռվեցին 9 ամիս շարունակ, շրջափակումն ամեն օր կռիվ էր, ամեն օր հասկանում եք, ուղղակի դա անհնար էր պատկերացնել ինչ էր։ Իսկ Ալեն Սիմոնյանն ասում է, որ արցախցիները չեն կռվել։ Ալեն Սիմոնյանը ասում է, հավը մենակ կճկճալ գիտի։ Մեկ է զոհացել, դրանց ավել իրանց սпасել չես կարող։ Ալեն Սիմոնյանից ի՞նչ պետք է ակնկալենք։ Կյանքիդ մեջ ասենք զենքը ձեռդ բռնած կաս։ Ասենք ես ու ինքը եթե գնանք հրաձգարան, ես վստահ եմ, որ ինքը տանուլ կտա։ Ինքը չի կարող խոսա դրա մասին։ Դու գնայիր կռվեիր։ Հայ չես։ Հայկական հող չեր, իհարկե իր համար չէ։ Գնայիր կռվեիր։ Բայց իր հայրենիքն էր մի ժամանակ։ Ինքը էլ հայրենիք չէ իր համար։
իր տունը, որտեղ ինքը ծնվել մեծացել է, իր համար հայրենիքի բաղադրիչ չի։ Իրանք հայրենիքը այն տաքուկ անկյունն են համարում, ուրիշ ոչ մի բան։ Իրան պետք էր այդ պաշտոնը ելավ վերընկավ այնտեղ վայրահաչում է, ուրիշ ոչ մի բան իրան ինչ հայրենիք, ինչի մասին է խոսքը, ինքը թող բացատրի ինչ է հայրենիքը։ Եթե կարողացավ, ես գլուխ կխոնարեմ։ Տիկին Հովսեփյան, մոտենում ենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին, դրա շեմին տեսանք, թե ինչպես ԿՊ-ն պարտություն կրեց Գյումրիում եւ Փարաքարում։ Ինչ եք կարծում, խորհրդարանական ընտրությունների այս հաջողությունը, ներողություն, խորհրդարանական ընտրություններում կհաջողվի թիմ ընտրությունների հաջողությունը կրկնել եւ Փաշինյանին հեռացնել։ Տեսնելով իրենց գործողությունները հասկանում են, որ արդեն իրանք հասկանում են, որ իրենք տանուլ են տվել։ Այդ տգետների հավաքագրումը պատահական չի։ Դա նոր քաղաքական ակցիա եւ քայլ է։ Գնալու մարդկանց ինքնագնահատականները նորից շոյելու, ասելու որ դուք հզորներ եք, դուք մեծեր եք։ Ինքը նույն բանն արեց 2018 թվականին, երբ որ մարդիկ սովորել էին, որ իրանք ոչ մի բան են, որ իրանք կամքն ու հետաքրքրություններն ու եսը հաշվի առնված չի, ու մեկ է գալիս է ինչ-որ մեկը, ով որ փրկիչի նման ասում է, դե դու ամեն մեկդ մի վարչապետ եք, հա, այսպես շոյելով իրենց էգոները, տարավ իր հետևից։ Հիմա իրանք նորից նույն բանն են անում։ Արդեն կնոջ ձեռքով են անում, բայց ինչքան էլ անեն, արդեն շատ են բացահայտված։ Ամեն մարդ արդեն զգում է իր սեփական մաշկի վրա հետևանքները։ Շատերը չեն ընդունում էլի հոգեբանական պահ է, դժվար է սխալն ընդունել։ Դժվար է ընդունել, որ ես պարտվել եմ։ Այդ շատ բարդ բան է։ Ու մարդիկ եթե ընդունեն, որ իրենք 18 թվականին են պարտվել, ոչ թե 20 թվականին, այդտեղ մենք ավելի հաջողած կլինենք, որովհետև մենք գաղափարական ու արժեքային լուրջ պարտություն կրեցինք։ Որովհետև մենք ես ամեն անգամ այդ եմ ասում, չէր կարող լինել այնպես, որ ես համացանցը այսօր 21-րդ դարում բաց դրված է, բոլորը կարող են դա փաստել, հա, 2011 թվականի չէ, 2010 թվականից ես պայքարում եմ, տարբեր ակցիաներով, տարբեր բաներով, հա, այնտեղ թռչկանն են առել, այնտեղ թեղուտն է, այնտեղ չգիտես ինչն է, զուտ պայքարի մեջ։ Ու դա եղել է բոլորը նախորդ իշխանության դեմ։ Այնտեղ ուսուցիչների իրավունքները, այնտեղ կենսաթոշակ, այնտեղ էլեկտրիկ Երևան, այսպես, հա, զուտ կռվի մեջ եմ։ Ու իմ մտքից անգամ չէր անցնի, որ ես մի օր կասեի Երանի այն օրերը, երբ որ ես պայքարում էի, օրինակ հոսանքի 2 դրամի համար։ Օրինակ, չգիտեմ, թեղուտի հանքի համար։ Չգիտեմ ինչ, այն որ չեղած տեղից ինչ որ խնդիրներ էինք մենք տեսնում, բայց այսօր ակնհայտ խնդիր հայրենիք ունենալ, չունենալու ռիսկը մենք չենք տեսնում։ Ու ես Երանի եմ տալիս այդ ժամանակները, որ ես պայքարում էի, որը կշռկի նժարի դնելու չի այսօրվա եղած խնդրի հետ, հա? Ուղղակի։ Ու ես հասկանում եմ, որ ես 18 թվականին այնքան էի չեմ ասում այդ խնդիրը չկար, իրապես այդ խնդիրը կար ու իրապես այդ խնդիրները պայքարելու էր, բայց այնքան էի ֆետիշացրել, գուցե իմ մեղքով, գուցե շատերի մեղքով, գուցե ազդեցության մեղքով, հա, այսպես սոցիալական հանրային բանի ինֆորմացիոն դաշտով, հա, այնքան ենք ֆետիշացրել այդ խնդիրը, որ մենք մոռացել ենք ու ուշադրություն չենք դարձնում, որ մենք գնում ենք դեպի հայրենիք կորցնելու վտանգի առաջ եմ կանգնելու։ Ու եթե մենք այսօր գիտակցենք, որ այդտեղ մեր կապը կտրվեց, լուրջ արժեքային խնդիրը տեղ առաջացավ, երբ որ 2 դրամ հոսանքի պայքարը շատ ավելի արժեքա, որ ես դարձրի, քան Արցախը, ու ես մենակ չեմ նման շատ մարդիկ, այդ ժամանակ մենք ստոպ կտանք ու կգնանք առաջ, բայց չեն ընդունում, վախենում են, հասկանում եք խնդիրը որն է։ 2020 թվականին ես ուզում եմ հասկանամ, շատ բարդ էր պատգամավորներին ասել, իրապես կներեք, որովհետև ես սխալվել եմ, այո, ես ընդունում եմ։ Առաջին օրից եմ ընդունել ու մինչև հիմա, այս ամեն անգամ ներողություն եմ խնդրում։ Շատերը ինձ մեղադրում են, ասում եմ, ձեզ թվում է ես չեմ գիտակցում իմ մեղքը։
Ավելին ես ձեզանից շուտ եմ ընդունում։ Ես պատրաստ եմ պատասխան տալու այն չարիքի համար, որի ես բերել եմ իմ երկրի գլխին։ Ու ես պատրաստ եմ կանխելու նաև այդ չարիքը, բայց դուք գիտակցեք ինձ հետ, որ ես մենակ չմնամ, որովհետև դրանից առաջ, երբ որ այն չարի դեմ ես պայքարում եի, ելի էի մենակ։ Նու ես ասածս չի մենակ եսը չի, այ որոշ մարդկանց մասին է, գիտակցման մասին է խոսքը, որ այո, խնդիրներ են դրանք։ Խնդիրներ են, որոնք չպիտի ունենանք։ Ուղղակի այսօր արդեն երբ որ հետադարձ ես անում, դնում ես կշեռքին ժարի վրա ու հասկանում ես, որ իրապես երանի են ժամանակները, որ մտքիցդ անգամ չեր անցնում, որ կարող եմ մի օր ելնես հայրենիք ունենալ չունենալու մասին խոսես։ Էդ է քեզ հետ կապ չունեցող երևույթ էր, չենք է մտածում դրա մասին։ Գուցե իրենք այսպես կաթիլ հավաքել բերել ապահովել են այսօրվա օրը, բայց չէ, այսօրվա օրը ապահովել է հենց գաղափարական առումով։ Եկել են կանելու սա, всё բրծավ։ Ինչ եք կարծում, մինչև 2026-ը հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես հույս ունեմ, ակնկալում եմ, ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ ուղղակի իշխանափոխություն։ Էական չի ինչպես։ Պիտի լինի դա։ Եթե մենք ուզում ենք ունենանք Հայաստան պետություն, մենք պիտի շտապենք։ Որովհետև եթե մենք այն որ լուր ու խաղաղ նստենք մինչև 2021, մարդիկ սաղոր քարոզարշավ են անում։ Օրինակ Սերժ Սարգսյանը կարծում է մինչև 26-ը փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանը կհեռացվի։ Պիտի արվի դա։ Ես չգիտեմ ով է կարծում։ Ես չգիտեմ ինչու է կարծում, չպետք է կարծի, պետք է անի։ Ես ասում եմ, ես անզոր եմ դա անելու մենակ։ Բայց ես պատրաստ եմ նպաստելու այդ օրը բերելու համար։ Այդ օրը բերելու համար, եթե ես ուզում եմ ունենամ պետություն, հայրենիք, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, ես շարունակելու եմ ապրելու, մեծացնեմ իմ երեխուն, ուրեմն պիտի այդ օրը օր շուտ բերել, ժամ շուտ բերել, ու դա ոչ թե խուճապի համար եմ ասում, այլ տեսնելով գործողությունների արագընթաց վիճակը, հա, պիտի կանխես, որովհետև հետ չի բացառվում մի հատ նոյեմբերի 9-յան փաստաթուղթել ստորագրի Հայաստանի համար, ու մի հատ չվարանի է, որովհետև իրենց համար նորից եմ ասում, հələ թող բացատրեն ինչ է հայրենիք, իրենք չունեն այդ հասկացողությունը, այդ եզրույթը իրանց գաղափարական բանում տիրույթում չկա, որ խոսեն հայրենիքի մասին, ուղղակի չկա, չեն պատկերացնում, իրենք գուցե ինչ-որ սահմանում տան, բայց այդ սահմանման հետևը ոչ թե իրենք են, իրենք կրում են դա արժեք է իրենց համար, այ X մարդն ասել է, իրենք կոպի արած կրկնում են։ Եվ Տիկին Հովսեփյան ամփոփելով մեր զրույցը թույլ տվեք հետաքրքրվել։ Մտադիր եք կրկին քաղաքականությամբ զբաղվել։ Ձեզ առաջիկայում օրինակ հնարավոր է տեսնենք խորհրդարանում, թե այդ ուղղությամբ դեռ չեք մտածել։ Չեմ մտածել։ Որովհետև այս պահի խնդիրը ինձ համար դրված է իրապես փոխելու իշխանությանը, բայց եթե հասկանամ, որ իմ կարիքը կա ու ես գիտեմ, որ իմ կարիքը կա, ես կգնամ այդ քայլին, ինձ համար ծանր է, որովհետև այն 2 տարին շատ հագեցած ծանր տարի էր ինձ համար, հա, խորհրդարանական 2 տարիները, որովհետև դառնություն էր, շատերը չհասկացան, ես ինչի ուղղակի թողեցի դուրս եկա, շատերը պահանջեցին մնամ, բայց ես հասկանում եի ում հետ մնամ եւ ուր մնամ։ Ոչ այնտեղ, ոչ մի տեղը ես անելիք չունեի։ Ու ես այդ հետ քայլն արեցի խորհրդարանում կլինի կամ որևէ ոլորտում, որտեղ ես իմ պոտենցիալը կարող եմ ներդնեմ ու օգնեմ, ես պատրաստ եմ օգնելու։ Ու ես օգնում եմ, հա, այսպես ասած իմ տեղում գործելով, բայց դա չի հարցը, գլոբալ փոփոխություններ են պետք։ Այն ինչը տարել ես, զրոյացրել ես, պետք է բերես իր տեղը։ Ու եթե իմ կարիքն եղավ, ու եթե ինձ առաջարկեն ու ես հասկանամ, որ դա իմ անելիքն է, միանշանակ կլինեմ, որովհետև դա պարտավորություն է։ Ես խնդիրն ինչումն է, ես չեմ հասկանում, որ մարդիկ պաշտոնը դիտարկում են որպես ինչ-որ ինքնագնահատականի մաս։ Դա ինքնագնահատական չի ու արդեն ապացուցել եմ։ Պաշտոնը ծառայեցնելու ու ինչ-որ գործ անելու համար է։ Ու եթե դու կարող ես դա անես, դու պարտավոր ես անես։
Ու երբ որ դու դադարեցրիր կարողանալ, ուրեմն դու պարտավոր ես թողնել։ Ուղղակի պարտավոր ես թողնել։ Չպիտի կարճես դրան։ Մարդիկ չեն պատկերացնում դրանից դուրս իրենց ապրելը։ Իրենք չեն պատկերացնում, որ կարող են ցամաք հացով ապրեն, բայց ապրեն։ Ու ոչ թե զբաղեցնեն մի միջավայր, որտեղ մեկ այլ մարդ իր փոխարեն կգար ինչ որ բան կաներ։ Իհարկե, ես չեմ համարում, որ մեր դուրս գալը անկախ падգամավորներից մասնավորապես եւ այսօրվա անդիմությունը, որ փոխարինեց, իրենք ավելի շատ բան են անում, քան մենք։ Ես կարող եմ փաստել, որ մենք այդ 4 հոգով ավելի շատ բան ենք անում, քան հիմա սաղ անդիմադիրներն իրար հետ։ Ու իրապես ռեալ բաներ ենք անում։ Բայց միևնույն է, սպառել էր, որովհետև մենք փոքր ենք, մենք քիչ ենք։ Ժամանակի ընդդիմությունն էլ էր անհասկանալի, հա, Լուսավոր Հայաստանն էր, Բարգավաճ Հայաստանն էր, անհասկանալի էր ու դուրս էր գալիս շատ փոքրաթիվ ես դու դառնում, հա։ Փոխարինման եկել եք, ուրեմն պիտի անեք, եթե չէ, ուրեմն պիտի գնաք։ Թեկուզ իրար մեջ մանդատ փոխեք, բայց կան մարդիկ, ովքեր անելիք ունեն, ովքեր կկարողանան անել, նո, գուցե իրենց պոտենցիալը ճիշտ են գնահատում եւ հասկանում են, որ իրենցից հետո եկողները ավելի թույլ են գաղափարական, ֆիզիկական կամ կամքի կամ մնացած առումներով դրա համար պահում են։ Ինչևէ, ես կարծում եմ, որ տվյալ ժամանակահատվածի եւ իրավիճակից ելնելով եմ հասկանալու։ Կլինեմ թե չէ։ Այս պահին միտում չունեմ, ձգտում չունեմ, իմ միակ ձգտումն ու միտումն է, որ ուղղակի այս իշխանությունը չլինի ու գա փոխարինող այնպիսի կառավարում, որը առաջին հերթին հայրենիք բառից չի սարսափի։ Ուղղակի չի սարսափի։ Սաղը դրա շուրջ է կառուցվում։ Ամեն ինչը, հա, երբ որ ասում ես հայրենիք պետություն, իրար կողք իրանք կդնեն ու չեն սարսափի։ Երբ որ ազգային բառից մարդը չի գնում մոնվարի վախից։ Հա, այդ մարդկանց երբ որ հավաքեցինք ու իրանք ունեցան պոտենցիալ ու ես տեղ ունեցա տեղ, կարևոր չի, կարող է ինչ-որ մի գյուղում հավաքարար, հա, այդտեղ իմ տեղը լավ գործ անել ու խնդիր չկա։ Էական է լուծում լինի, այդ գյուղը շենանա, այդ գյուղը մաքրվի, գաղափարապես արժե համակարգով ամեն ինչով, հա, կգնամ, խնդիր չի։ Բայց երբ որ հասկանամ, որ իմ կարիքը կա, իմ տեղը կա, իմ պոտենցիալի, այսպես ասած, կարիքը իրապես զգացում է։ Եթե չէ, ուրեմն կանեմ այն, ինչը անում եմ, մասնագիտական իմ գործունեությունը կշարունակեմ, էլի օգուտ է դա, էլի պետք է դա։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հետաքրքրիցի համար։ Սիրով։ Իմ հյուրներ ազգային ժողովի նախկին падգամավոր Սոֆիա Հովսեփյանը, կհանդիպենք։